Ադրբեջանական վառելիքի Վրաստանի տարածքով Հայաստան տարանցման խնդիրը կարծես թե աստիճանաբար հանգուցալուծվում է եւ Ադրբեջանի դժգոհությունները ինչ որտեղ նաեւ վերջնագիրը դիպել են ուղիղ թիրախին։ Դեռևս Աշխաբադում Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետերի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ վրացական կողմը հետ քայլ է անելու։ Ավելի ուշ արդեն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկու երկրներն ունեն բացառիկ բարեկամական հարաբերություններ, իսկ իր եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մինչև բանակցությունների հիմնական թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնությունն է, որտեղ պետք է հաշվի առնել նաև Վրաստանի շահերը։ Մեզ համար կարևոր են ադրբեջանական եւ հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը եւ ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի երեք երկրների շահերին։ Հավելենք, որ դեռևս օրեր առաջ նախ ադրբեջանական, ապա հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ առաջիկայում Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիք է ներկրվելու Հայաստան, սակայն վրացական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում տարանցման համար, նկատի ունենալով մաքսատուրքերի գումարը, որն ըստ ադրբեջանական կողմի չափազանց բարձր է։ Բարձրացված աղմուկից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն տարածեց, թե քաղաքական եւ բարիդրացիական ժեստ է անում հարևաններին եւ մեկանգամյա անվճար տարանցում կապահովի։ Այս հայտարարությունը հաստատեցին նաեւ ադրբեջանական եւ հայկական կողմերը տարանցման ժամկետներ չնշելով, որից հետո կրկին ադրբեջանական իշխանական մամուլում դժգոհություններ առաջացան վրացական կողմին ակնարկելով, որ լրջորեն դիտարկում են Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերագործարկման տարբերակը, ինչը փաստորեն վրացական իշխանություններին ստիպել է փոխել դիրքորոշումն ու օգտվել տարածաշրջանային լոգիստիկ հնարավորություններից։